Հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչողությունից։ Հայրենաճանաչողությունը սկսվում է հայրենիքի պատմության ուսումնասիրությունից։ Ողջույն բոլորիդ։ Ինձ հաճախ հարցնում են, թե ինչու Հայաստանի Հանրապետության տարածքում մենք չունենք արքայական դամբարաններ։ Ասեմ, որ ունենք եւ մի քանի տեղ ունենք։ Բայց մինչեւ նշել այդ դամբարանները, մի այսպիսի փոքրիկ պատմական անդրադարձ։ Հնագույն շրջանից եթե գանք, ասենք Արարատյան թագավորության շրջանից, հայոց երկրի կենտրոնը համարվում էր Վասպուրականը, քաղաքական մշակութային կենտրոնը։ Մայրաքաղաքը Վանն էր, հիմնական մայրաքաղաքը Վանն էր եւ Արարատյան արքաների դամբարանները գտնվում են Վանում, ժայռափոր դամբարաններում։ Հետևաբար Ուրարտուի Արարատյան արքաների դամբարանները Արևելյան Հայաստանում լինել չէին կարող։ Ուրարտուին հաջորդած թագավորությունների, Երվանդույների, Արտաշեսյանների եւ Արշակույների վաղ շրջանի դամբարանները գտնվել են Դարանաղյաց անյում, որտեղից 4-րդ դարում թալանեց այդ դամբարանները Պարսից շապու երկարակյաց արքան եւ որի արդյունքում արքաների նշխարները Արարատյան երկրում Վասակ Մամիկոնյան սպարապետը խլելով վերաթաղեց աղցքում։ Աղցքի մասին դեռ կխոսենք։ Բագրատունի թագավորները, որոնք նստում էին անյում, դարձյալ իրենց դամբարանները գտնում են անի մատույցներում, մասնավորապես հայտնի է Աշոտ Ողորմածի դամբարանը, գերեզմանը, որ գտնվել է Խցկոնքում։ Մյուսների մասին կոնկրետ տեղեկություններ չունենք, բայց տրամաբանորեն պիտի որ լինեին Արևմտյան Շիրակում, այսինքն Ախուրյանի աչափին, որտեղ որ անի մայրաքաղաքն էր։ Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են լինել այն տիրակալների դամբարաններ, որոնք իշխել են Արևելյան Հայաստանում, եւ այդ դամբարանները առկա են, մասնավորապես Վահնավանքում մինչ օրս պահպանվում են Սյունաց թագավորական տան մի քանի տիրակալների գերեզմաններ։ Որոտնավանքում գտնվում է Որոտնավանքի կառուցող Սյունաց Շահանդուխ թագուհու գերեզմանը։ Աղպատում եւ Սանահինում գտնվում են Լորվա Կյուրիկյան թագավորների դամբարանները։ Թագավորության հիմնադիր Գուրգեն Կյուրիկի առաջինի գերեզմանն է Սանահինում գտնվում, որի վրա անգամ արձանագրված է Տապան Գուրգեն Շահանշահի։ Նրա կողքը գտնվել է ավելի զորեղ տիրակալի Լորվա ամենազորեղ տիրակալ Դավիթ առաջին անհողինի գերեզմանը եւ արքայական դամբարանը գեղեցիկ կառույց է ունեցել, ծածկի տակ է եղել, սակայն Սանահինի վանատերը քանդել է այդ դամբարանը 19-րդ դարի վերջում։ Անգամ արքայի Դավիթ անհողինի գերեզմանակարը չկա։ Կյուրիկյանների սերունդները թաղված են արդեն Հաղպատում, կոնկրետ Հաղպատի մեծ գավթում թաղված են Կյուրիկե երկրորդը, Կյուրիկե երրորդը, Աբաս առաջինը, Աբաս երկրորդը, եւս մի քանի Կյուրիկյան տիրակալներ, թագավորներ եւ թագուհիներ։ Արքայական դամբարաններ գոյություն ունի նաև Հաղարծինի վանքում։ Այնտեղ գեղեցիկ ծածկի տակ դամբարան է կառուցած եւ Կյուրիկյան գահակալներից 3 թաղված են։ Տապանի վրա կա նաև արձանագրություն, այս է Տապան թագավորած Գ եւ Սմբատ, կարծեմ նմանատիպ մի արձանագրությամբ։ Եվ խորհրդահայ պատմագիտությունը սխալմամբ այդ տապանները վերագրում է անի Բագրատունիների թագավորությանը, ասելով, որ այդտեղ թաղված են Սմբատ երկրորդը եւ Գագիկ առաջինը, այդպես լինել չէր կարող։ Ինչու՞։ Նախ Սմբատների մասին խոսենք, այնտեղ հստակ ֆիքսված է Սմբատ անունը։ Սմբատ առաջինը գիտեք, որ 914 թվականին արաբները Դվինում նրան գլխատեցին, հետեւաբար Սմբատ առաջինի ժամանակ նաեւ Հաղարծինի վանքը կառուցված չէր, Սմբատ առաջինի գերեզմանը այդտեղ լինել չէր կարող։ Ինչ վերաբերում է Սմբատ երկրորդին, որ թագավորել է 977-ից 990 թվականներին, դարձյալ այդտեղ թաղված չէ։ Ստեփանոս Տարոնացին, նույն ինքը Ստեփանոս Ասողիկը, որ Բագրատունյան ստամ պատմիչներ, ինչ է նշում։
Սմբատի եղբայրը Գագիկը քաղաքական հեղաշրջում է կատարում եւ ըստ ամենայնի սպանում է իր եղբորը Սմբատ II-ին եւ նա նաեւ նշում է բառացի մեջ բերում եմ անում իսկ եւ իսկ սկնի Սմբատ նույն օրև է թագավորեց եղբայրը նրա Գագիկը առհասարակ ընդունված էր հետեւյալը եւ արքան գահակալը մահանում է 40-օրյա սուգից հետո նոր գահակալը գահ է բարձրանում։ Այս դեպքում տեսնում ենք Գագիկը անմիջապես նույն օրն էլ գահ է բարձրացել առանց օծվելու։ Եվ անգամ իր եղբոր Սմբատի դիակը ցույց չի դրել ժողովրդին, 3-օրյա սուգ չի պահել, անի մարտաճարում չի դրել, ուղղակիորեն հրամայել է թաղել։ Եվ անի քաղաքում մեծ իրարանցում է, անի քաղաքում ապստամբություն է բարձրանում, այնպիսի իրարանցում, որ Գագիկ առաջինը ստիպված էր Արտաշիրիմում կատարել, եղբոր դիակը գերեզմանից հանել, արդեն մեկ քանի օր դնել անի մարտաճարում, իտես ժողովրդին, որ ահա արքան մահացել է եւ նոր արքան ես եմ։ Հետևաբար մենք ունենք ուղիղ վկայություն, որ Սմբատ II-ն էլ այստեղ չէր կարող լինել, Սմբատ II-ն էլ թաղված էր անի մատույցներում կամ բուն անի քաղաքում եւ Հաղարծինում Սմբատ II-ի գերեզմանը չէր կարող լինել։ Գագիկները նույնպես անի Գագիկները այստեղ թաղված չեն։ Գագիկ առաջինը, որ կառավարել է 990-ից 1020 թվականներին, Հաղարծինում չէր կարող լինել թաղված, որովհետև Հաղարծինը Լորվա թագավորության տարածք էր, որտեղ տիրակալն էր նրա եղբոր որդի Դավիթ անհողինը, որը հավակնում էր անի գահին եւ ուղղակիորեն ոխերին թշնամին էր իր հորեղբոր Գագիկ առաջինի։ Իսկ Գագիկ երկրորդի մասին ավելորդ է անգամ խոսել, որովհետև հստակ տեղը հայտնի է, Գագիկ երկրորդը մահացավ, թաղված է փոքր հայքում Սեբաստիանում իր իսկ կառուցած եկեղեցում։ Հետևաբար ովքեր են Հաղարծինում թաղված, սրանք Կյուրիկյան գահատոհմի տիրակալներ են եւ Դավիթ անհողինի որդիներն են։ Սմբատը ինքը Կյուրիկե երկրորդ գահակալի, Կյուրիկեն թագավորեց Դավիթ անհողինից հետո 1048-ից 1090 թվականներին զույգ եղբայրներ են եւ Կյուրիկե եղբոր գահակիցներ, սակայն Կյուրիկեի գահերեցությամբ։ Ահա այդ Սմբատն է այստեղ թաղված, իսկ Գագիկը Դավիթ անհողինի կրտսեր որդին է, որը հետագայում ամուսնացավ 1037 թվականին ամուսնանալով Կախեթի քորեպիսկոպոս Կվիրիկեի դստեր հետ, ժառանգեց Կախեթի գահը եւ դարձավ Կախեթի թագավոր, հիմք դնելով Կյուրիկյան գահատոհմի կրտսեր ճյուղին։ Հետևաբար պիտի ֆիքսենք, որ Հաղարծինում թաղված են Կյուրիկյան գահատոհմի կրտսեր ճյուղի ներկայացուցիչները։ Հիմա եկեք անդրադառնանք, նշում են, որ Պարսից շապու հարքան գնաց քանդեց Դահանաղյաց անի հայոց արքայական դամբարանները եւ հին հավատալիքների համաձայն համարելով, որ հայոց երկրի հզորությունը կայանում է հենց հայոց արքաների ոսկորների մեջ, ցանկացավ այդ ոսկորները իր հետ տեղափոխել Պարսկաստան։ Սակայն Արարատյան երկրում Վասակ Մամիկոնյանը սպարապետը ջարդում է պարսկական բանակը, ազատում այդ ռազմավարը եւ բերում թաղում Արագածի փեշերին, աղցքում։ Եվ պատմիչները նաեւ նշում են, որ քանի որ հեթանոս արքաների ոսկորները խառնվել են քրիստոնյա թագավորների ոսկորներին, հարկ չհամարեցին տանեն վաղաշապատում թաղեն։ Մենք տեսնում ենք, որ ընդամենը 50 տարի է ինչ քրիստոնյա ենք, խոսքը վերաբերում է 352-54 թվականներին, սակայն մեր աշխարհընկալումը արդեն որքան խախուտ էր, որքան խոցելի էր։ Անգամ մահացած արքաներին, ինչ է թե նրանք քրիստոնյա չեն, հարկ չեն համարել թաղել մայրաքաղաք վաղաշապատում եւ բերել թաղել են աղցքում։ Ասես Տիգրան Մեծը, Արտաշես աշխարհակալը, մյուս զորեղ տիրակալները մեղավոր էին, որ իրենք քրիստոնյա չէին։ Բայց ինչևէ անցնենք պատմությանը։ Խնդիրն այն է, որ վերլուծելով պատմիչներին հասկանում ենք, որ այնուամենայնիվ Դահանաղյաց անիում շապուհը չէր կարող որևիցե քրիստոնյա արքայի գերեզման քանդել։ Ինչու՞։ Այդ ժամանակ ողջ, բայց կույր էր հայոց տիրան արքան։ Բացի այդ տիրանը մահացել եւ թաղվել է Կուաշում, Արագածոտնի մարզի ներկայիս Կոշ գյուղում։ Հետևաբար տիրանի գերեզման այնտեղ լինել չէր կարող։ Խոսրով Կոտակ արքան մահացել է Դվինում, իսկ Տրդատ III-ը, առաջին քրիստոնյա թագավորը, թաղված էր արդեն Դարանաղյաց Թորդան ավանում։ Հետևաբար Դարանաղյաց անիում, որտեղ որ հայոց արքաների գերեզմաններն են, քրիստոնյա տիրակալի գերեզման լինել չէր կարող։ Բոլոր դեպքերում մենք ունենք աղցքի արքայական դամբարանը եւ
Այնտեղ թաղված են ոչ միայն արշակունիների, այլ նաև Երևանդունիների եւ Արտաշեսյանների ժամանակաշրջանի հայոց տիրակալները։ Մի քանի տարի առաջ պեղումների ժամանակ գտնվեցին հայոց արքաների նշխարները քարե սանդերի մեջ, քարե արքերի մեջ եւ հայ հնագետները դրանք տարել են, ուսումնասիրում են, հուսանք, որ ուսումնասիրությունների արդյունքները ի վերջո կհրատարակվեն եւ բազում հետաքրքիր հարցերի պատասխաններ մենք կունենանք։ Ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությունը, որ պատմական մեր հայրենիքի, մեր արյալի ընդամենը 4-5%-ն է ընդգրկում, միևնույն է անգամ Հայաստանի Հանրապետության տարածքում մի քանի տեղ մենք ունենք արքայական դամբարաններ։ Արքան դա երկրի տերն էր եւ արքայական դամբարանը պիտի լինի նաեւ այդ երկրի սրբավայրը։ Անկախ նրանից, որ մենք հիմա թագավորություն չենք, անկախ նրանից, որ Հայաստանը դա հանրապետություն է, միևնույն է, դա մեր պետությունն է եւ սրբություն սրբոցը պիտի լինի, արքայական դամբարանը հայոց զորության, հայոց պետականության խորհրդանիշն է։